Բարելույս սիրելի ժողովուրդ, այսօր մայիսի 4-ն է 2025 թվական, առավոտ շուտ 9:40, դուսը անբամած թաց խոնավ եղանակ։ Այսօր հերթական գրքերի հաշվետվությունի գնե եւ մենք խուստուկ գիտատաճարի տարածքում արդեն ունենք եւս մի քանի գիրք, որոնք տեղ են հասել։ Իդեպ շատ խոշոր խմբականակ կսպասենք մայիսի վերջ, որովհետեւ Ամերիկայից գա։ Արեք դանկամից անցնենք բուն թեմային։ Հանձնում ընդունում ենք էլի։ Ուրեմն առաջի գիրքը, որը այսօր գնաց ենք որտեղ հասած գրքերից է, կոչվի The Complete Gardener, որը այս մարդու գրած գիրքն է, թե ինչ էլի գյուղատնտեսություն, փոստան, մոստան սարքել, էնել, в общем, սոված չմնալ, իդեպ այս գյուղատնտեսության թեմայով արդեն շատ գրքեր ունենք ու հա շարունակ է։ Եվ այս գիրքը նվեր է տվել Այս ինչ անհարմար է այսպես։ Եվ այս գիրքը նվեր է տվել իմ շատ մտերիմ ընկերներիցս մեկը Արփինե Կինոսյանը, իդեպ իրանք ընտանիքով խուստուկ գիտատաճարին նվեր են տվել 3 գիրք։ Մեկը Արփինեի անունից է, Արփինե Կինոսյանի, մյուսը իր ամուսնու, որը ֆանտաստիկ ինժեներ է, երրորդը իրանց նորածին որդու։ Նորածին որն արդեն մեծ տղա է, բայց նոր է ծնվել։ Հա։ Եվ այս գրքերը իրանք բերել են անձամբ ֆիզիկապես խուստուկ։ Եթե չեմ սխալվի, բերել են 3 առաջի օրը։ Ֆիքսենք, որ Արփինե Կինոսյանի գիրքը արդեն խուստուկ գիտատաճարում է։ Շարունակելով մեր Արփինեից ընտանիքի գրքերի թեման, հաջորդ գիրքը նույնպես գյուղատնտեսության մասին է, որը նվեր է տվել մեր ոպե, նույնիսկ են ով։ Այս գիրքը նվեր է տվել իրանց որդին Արեգ Պետրոսյանը, Հայկի։ Արեգի գիրքն է, որը իր անունից են նվեր տվել, մամա, պապան, The Science of Gardening, էլի գյուղատնտեսություն եւ այստեղ օրինակ ավելի տեխնիկական ուղեցույց է, էլի խոսքով էս ամեն ինչը հələ կարդալ ուսումնասիրել է պետք։ Հոկեր Արեգի նվեր տված գիրքը ֆիքսում ենք, որ խուստուկ գիտատաճարում է։ Երրորդ գիրքը Երևի իմ ամենասպասված, իմ անձնական ամենասպասված գրքերից մեկն է, որը կոչվի Փայդեդ աշխատանք, Woodwork։ Ես իդեպ իմ անձնական գրադարանում ունեմ փայդամշակման գիրք, բայց չեմ տրել դա, որովհետև սա լրիվ նոր հրատարակություն է եւ փայդամշակման գրքերից շատ ունենք, որոնք որ դեռ պետք է գան ու գնվին։ Իրա մեջ մանրամասն բացատրվի փայդի հետ աշխատանքը։ Եվ փայդամշակման աշխատանքի գիրքը նվեր է տվել Woodwork Step by Step, Քայլ առ քայլ։ Վարդան Մելքոնյանը մեր 11-րդ մարդն է, ով որ գիրք է նվեր տվել խուստուկ գիտատաճարին, փայդամշակման գիրքն է։ Նորից մի համ թեթև նայենք, սիկ անպայման ես նայելու եմ, որովհետև փաստացի փայդի հետ աշխատանքի սերը իմ մոտ առաջացել է հենց փայդամշակման գրքերից։ Ուսում հասկանամ, ես ինտերնետը լավ է, թե հազագը։ Վարդան Մելքոնյան, մերսի Վարդան ջան։ Սիկե կարմիր ծնենք։ Հաջորդ գիրքը, որը կոչվի 365 ձև, թե ինչպես փրկել աշխարհը, սիկերը կարելի է երևի ամեն օր կարդալ եւ ամեն օր հասկանալ ինչ գործողություններով փրկել շատ հասարակ, բայց միաժամանակ շատ օգտակար դիզայնով գիրք է
Եվ ստեղ 365 գործողություն է, որով մենք կրնանք տեր կայնենք աշխարհին։ Հիմիսիկ թարգմանեմ մեկ չեմ իմ լեզվով։ Այս գիրքը իմ համար կոնկրետ շատ արժեքավոր է ինչի, որովհետև Երգիր մոլորակը իմ ընկալման մեջ միշտ եղել է մեր միակ տունը։ Այնտեղը այն տիեզերանավը, որով որ մենք առհասարակ տիեզերքում թռնինք եւ դրա վրա կաբրինք, եւ երբ որ ամեն օր բացենք կհանկեր, դեբիլի նման կօգտագործենք տարբեր բաներ, զիբիլը շպրտենք կաճուծախ, ու չենք հասկանա թե ինչ օրը կգցենք մեր գյոզալական տունը, այս գիրքը նրա համար է, որ ավելի լավ հասկանանք, թե ինչ կարելի է մեր Երգիր մոլորակ տիեզերանավը խնամել, տերեղնել, որպեսզի չմեռնենք, չվերանանք էլի այս տիեզերքից։ 365 ձև, թե ինչպես փրկել Երգիր մոլորակը, որը Խոստոտ գիտատաճարին, սիգիդե բնության բաժնից է, նվեր է տվել Ֆելիքս Հայրապետյանը, որը մեր 10-րդ մարդն է, որ գիրք է նվիրել տվել Խոստոտ գիտատաճարին։ Փոքր չափի, ֆանտաստիկ պրակտիկ դիզայնով գիրք։ Ոայ, ես չեմ պատկերացնի, որ այս գրքերը հասցնեմ ուսումնասիրեմ, ինչ կանեմ փոխվելու։ Հաջորդ գիրքը, որը կոչվի մեծագույն սերերը, թարգմանը մեկ ջմ ուրիշ ձև, ստեղ գրած է պատմություններ, պատմության մեջ հայտնի տարբեր ժամանակներում տարբեր սիրային զույգերի պատմությունների մասին։ Իսկ ռոմանտիկ պատմություններ են, որոնք հեքիաթ չեն, իրական դեպքեր են եղել։ Մի խոսքով աշխարհում սեր կա եւ լավագույն սիրո պատմվածքները իրական սրա մեջ են։ Great loves սիրել։ Այս գիրքը նվեր է տվել մեր 57-րդ գիրք նվեր տվող մարդը Դավիթ Կարայանը։ Շնորհակալ ենք Դավիթ ջան։ Էս էլ եղավ։ Ստեղ ինչ-որ ինտերնետի վիճակը շատ տխուր է երևի, ես պետք է upload անեմ առանձին։ Ոչինչ, լավ, կենեմ։ Եվ վերջի գիրքը այսօրվա որնոր հասել է Խոստոտ գիտատաճար, կոչվի Breaking Boundaries։ Մի հատ բան թարգմանեմ։ Սահմանները, երևի կոտրելով սահմանները։ Թող ինտերնետը, Չէ, ինտերնետը շատ վատ է, ստեղ պետք է առանձին բան եղնվի, քցվի վիդեոն։ Լավ, ոչինչ, կարևորը զապիս կենեմ, հմիսիկ նորից upload կենեմ։ Ոչ եմ այս գիրքը կոչվի կոտրելով սահմանները, երևի։ Կարող է սխալվեմ, որովհետև կան է կարող է լավ չէ անգլերենս կամ իմաստը։ Եվ գաղափար չունիմ ինչի մասին է այս գիրքը, բայց հա, ինչքան կհասկանամ, իսկ Երգիր մոլորակի Երգիր մոլորակի տեխնիկական վիճակի եւ դրա սպասարկման մասին է, այսինքն եթե ես չեմ սխալվի, այս գիրքը էլի կարելի է դասել այն 365 օր գրքին, որտեղ որ մենք ծանոթանում ենք եւ հասկանում ենք, թե մեր Երգիր մոլորակ տիեզերանավը ինչ վիճակում է, ինչ պետք է անենք եւ այլն եւ այլն։ Գնամ։ Այո, այս գիրքը նույնպես էլի նվեր է տվել Ֆելիքս Հայրապետյանը, իր երկրորդ նվեր տված գիրքն է, 10-րդ մարտն է ինքով, որ գիրք է նվեր տվել Խոստոտ գիտատաճարին, եւ փաստացի Ֆելիքսը Հայրապետյան երկու հատ արժեքավոր գիրք է նվեր տվել Երգիր մոլորակ տիեզերանավի տեղ սպասարկման հասկանալու մասին, եւ ես շատ կուզենամ այս երկու գիրքը ինքս կարդամ, որովհետեւ սա իմ անձնական հետաքրքրությունների մեջ։ Փաստացի մենք այսօր Խոստոտ գիտատաճարին ավելցրեցինք 6 տեղ հասած գիրք։ Սրանք ավելացնում եմ գրադարան, ովքեր որ ցանկություն ունին այս գրքերը գալ եւ ընթերցել դեռ մինչեւ գիտատաճարի վերջնական կառուցումը, համեցեք։ Եվ սպասում եմ ձեր նոր գնված գրքերին։ Այս պայտերությամբ փաստացի մենք ունենք 90 մարդու կողմից նվիրաբերված 218 գիրք։ Շնորհակալություն բոլորին, նոր եմ զարթն այդպես կիսաքնած եմ եւ սկանը, ես այս լայվը ճնջեմ, նորից այս վիդեոն upload անեմ։
որտեղ իշքան կհասկանամ ինտերնետը շատ վատ վիճակում էր։ Շնորհակալություն եւ ստեսություն։ Լավ մնացեք։